Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռոբերտ Քոչարյանին ուղղված առաջարկի հետ, այն դիտարկելով որպես արձագանք ընդդիմության ձևավորած քաղաքական դիսկուրսին։ Նրա գնահատմամբ ընդդիմության վարքագիծն է ձևավորում նման խոսույթի միջավայրը։ Ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին օրինակ ինտելեկտուալ, լինեին կառուցողական կամ թեկուզ ոչ կառուցողական, ապակառուցողական, բայց այնուամենայնիվ լինեին նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ։ Ալեքսանյանն անդրադարձել է նաև ընդդիմության այն պնդումներին, թե գործող իշխանությունները չեն կարողացել ապահովել արդյունավետ բանակցություններ, ինչի հետևանքով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ Պատգամավորը հակադարձել է, նշելով, որ նախկին իշխանությունների ժամանակ ևս եղել են փաստաթղթեր եւ մոտեցումներ, որոնք ըստ նրա ավելի ծանր հետևանքների կարող էին հանգեցնել։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ դա Գերագույն մարմնի կողմից հրապարակված շրջաբերականներից մեկը։ Պետք է նայել կոնկրետ 004 շրջաբերական ինչ էին ասում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջում ավելի մեծ միավորի մեջ մտնել լավ կլինի Ղարաբաղի հետ։ Այդ էր լինելու։ Այսինքն ոչ թե Ղարաբաղ էր լինելու, այլ Հայաստան չէր լինելու։ Լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանն անդրադարձել է նաև մետրոյում տեղի ունեցած միջադեպին կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ միջև շփման հետ։ Նա նշել է, որ ընդդիմության կողմից թեմայի շահարկումը եւ քաղաքական նպատակներով օգտագործումը թիրախավորում են տվյալ կնոջը, իսկ վերջինիս հուզական հրապարակումները, որոնք ըստ պատգամավորի վիրավորական են եղել նաև քաղաքացիների համար, անթույլատրելի են։